վերջին դեպքերի հետ կապված ես հարցնել Վարդան Գրիգորյանի հետ կապված։ Դուք նոր մանրամասների տիրապետում եք։ Ոչ իհարկե։ Ցավակցությունից բացի այլ խոսքեր չեմ գտնում, իրոք բոլորս ցավով տեղեկացանք այդ դեպքի հետ կապված։ Մանրամասների բնականաբար չեք տիրապետում, տեղեկություններ չունեմ, բայց հուսով եմ, որ մենք բոլորս պետք է իրականում մեր ցավակցությունը հայտնենք եւ հասկանանք ինչ կատարվեց, այդտեղ խոսքերն էլ կարծում եմ ավելորդ են, ասելիք չկա, բացի ցավակցանքի, սփոփանքի խոսքերի։ Բավականին բարդ եւ, չգիտեմ, մեկնաբանությունների կարծում եմ այդտեղ խոսք չկա։ Պարոն Բաբյան, քանի որ կառավարության ձևավորման գործընթացն է ընթանում, ձեր անուններ այսպես ասած շրջանառել էին, անգամ ձեզնից հարցրել էին, ինչի հիման վրա էր առհասարակ խոսակցությունների գծից հնարավոր է նոր ձևավորվող կառավարությունում։ Դա զանգվածային լրատվական միջոցների հիմնականում ես կարծում եմ գործառույթներն են եւ իրենք են փորձում ինչ-որ երևի հարցեր առաջացնել դաշտում։ Համենայն դեպս ասեմ, ազգային ժողովում ես ներկայացրել եմ մեր կուսակցության ծրագրերը կապված նոր փոփոխությունների հետ, այդ թվում տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ տարբեր ոլորտների հետ կապված, բայց թե ինչի է նման խոսակցություններ գնում, չգիտեմ, ինձ նման առաջարկ չի եղել։ Ակնկալիքներ էլ չունեք։ Գիտեք, ես ակնկալիքներով չեմ ապրում քաղաքական դաշտը, ակնկալիքներով չի, քաղաքական դաշտը անելիքներով է, եթե կլինեն անելիքներ, որ մենք կարող ենք մեր երկրի համար ինչ-որ մի բան անենք, ոչ падգամավորի, պաշտոնում, բնական է կանենք, եթե դա պետք է մեր երկրին, բայց խոսքը ոչ թե պաշտոնների կամ ինչ-որ հաստիքների մասին է։ Իմ համար երբեք պաշտոնները ինքնանպատակ չեն եղել եւ չեն էլ լինի։